Կարեն Արտաշեսի Մաթևոսյան, հայագետ, աղբյուրագետ, արվեստի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի վարիչ։ Կարեն Մաթևոսյանը զգալի ավանդ ունի հայագիտության մեջ։ Նրա ուսումնասիրությունները վերաբերվում են միջնադարյան Հայաստանի պատմությանը, մատենագրությանը, ձեռագրերին, ճարտարապետությանն ու արվեստին։ 1989 թվականին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, Անի քաղաքի գրչության կենտրոնը և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2008 թվականին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Սամվել Անեցու ժամանակագրության ձեռագրերի աղբյուրագիտական քննություն թեմայով և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Զբաղվել է մանկավարժական դասախոսական աշխատանքով, դասախոսել է Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, դասավանդելով հայ ժողովրդի պատմություն և հայ եկեղեցական արվեստ առարկաները։ 2009-ից 2022 թվականներին դասախոսել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում հայ ճարտարապետության պատմություն, հայերեն ձեռագիր գիրքը, ուշմիջնադարյան հայկական մանրանկարչությունը առարկաները։ 2016-ից 2018 թվականներին Երևանի պետական համալսարանում դասավանդել է Կիլիկիայի հայկական պետությունը և Մերձավոր Արևելյան տարածաշրջանը առարկան։ Գիտամանկավարժական գործունեության համար 2015 թվականին Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում արժանացել է պրոֆեսորի կոչման։ Գիտական և մանկավարժական գործունեությանը զուգընթաց Կարեն Մաթևոսյանը զբաղվել է նաև խմբագրական աշխատանքով։ Եղել է Լուսավորիչ թերթի գլխավոր խմբագիր, Սուրբ Էջմիածնի Քրիստոնյա Հայաստան երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Գիտելիք ուսումնական ամսագրի գլխավոր խմբագիր և վերջապես 2002-ից 2008 թվականներին իր իսկ հիմնադրած Հայ արվեստ եռամսյա մշակութային հանդեսի գլխավոր խմբագիր։ Դեռևս 1990-ականներից զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։ Եղել է արվեստագետների միավորող Մոմիկ մշակութային միության հասարակական կազմակերպության փոխնախագահ, 2000-ից 2007 թվականներին նախագահ։ Կազմակերպել է հայ արվեստագետների ցուցահանդեսներ Հայաստանում և արտասահմանում։ Ցուցահանդեսների, գիտաժողովների և այլ գիտամշակութային միջոցառումների մասնակցելու նպատակով եղել է մի շարք երկրներում՝ Վրաստանում, Ռուսաստանում, Իրանում, Թուրքիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում։ 2012-ից 2014 թվականներին 3 գիտարշավի է մասնակցել Արևմտյան Հայաստանում։ 2009 թվականից եղել է Մատենադարանի գիտական խորհրդի անդամ։ 2012 թվականից եղել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում գործող և գիտական աստիճաններ շնորհող Հայոց պատմության մասնագիտական խորհրդի անդամ, իսկ 2017-ից մինչև այժմ հանդիսանում է Պատմագրություն և աղբյուրագիտություն մասնագիտական խորհրդի անդամ, միաժամանակ 2019 թվականից Հայաստանի ազգային գրադարանի կառավարման խորհրդի անդամ է։ Նաև Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի հրատարակչական խորհրդի անդամ է, 2020 թվականից Հայաստանի պատմության թանգարանի գիտխորհրդի անդամ։ Կարեն Մաթևոսյանն իր աշխատանքային գործունեության համար 2019 թվականին պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ շքանշանով հայագիտական վաստակի և մանկավարժական բեղուն գործունեության համար։ 2021 թվականին Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա գործունեության համար։ Կրթությամբ լինելով պատմաբան, իր գիտական և մշակութային հասարակական գործունեությունը Կարեն Մաթևոսյանը սկսել է մանրանկարչությանը, գրչության արվեստին և որմնանկարչությանը նվիրված աշխատություններով, որին նպաստեցին թեկնածուական ատենախոսությունը և 24 տարի Հայաստանի ազգային պատկերասրահում աշխատելը։
Կարեն Մաթևոսյանը հեղինակ է միջնադարյան Հայաստանի պատմությանը, մատենագրությանը, ճարտարապետական, որմնանկարչական և մանրանկարչական արվեստին, ձեռագրական մշակույթին նվիրված շուրջ 2 տասնյակ գրքերի, 25 գիրք, որից 8-ը հեղինակակցությամբ և 100-ից ավելի գիտական հոդվածների։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջագծում կարևոր տեղ է գրավում նաև Նորավանքը, որպես միջնադարյան Հայաստանի գիտական և ձեռագրային կենտրոն, ուր ստեղծագործել է նաև Մոմիկը։ Պատմաբանն իր գործուն մասնակցությունն է բերել Նորավանքի նորոգման հետ կապված աշխատանքներին, ապա նորոգման 10-ամյակին նվիրված հանդիսություններին, կազմել է Նորավանք ժողովածուն, որում վանքի պատմությանը նվիրված բաժնի հեղինակն է։ Այս վանքին է նվիրված նաև Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները արժեքավոր ուսումնասիրությունը։ Արվեստի բնագավառում գիտահանրամատչելի հաջորդ 2 գործերն արդեն տեղայնացել են նրա մյուս գիտական նախընտրությունների շրջանակում։ Հաղպատի ավետարան գիրք ալբոմը և Նորավանքին վերաբերվող հետաքրքրությունների շրջագծում գրված ճարտարապետ մանրանկարիչ Մոմիկին նվիրված Մոմիկ գիրք ալբոմը։ Նրա աշխատությունների մեջ զգալի թիվ են կազմում Անիի պատմությանն ու մշակութային ժառանգությանը նվիրված հրատարակությունները։ Կարեն Մաթևոսյանի գիտական հետաքրքրությունների առանցքում Բագրատունյանց մայրաքաղաք Անին է, որտեղ նա յուրաքանչյուր քայլը կատարում է զգույշ, բայց հաստատուն։ Պատահական չէ, որ նրա թեկնածուական ատենախոսությունը նվիրված է Անիի գրչության կենտրոնին, իսկ առաջին գիրքը միջնադարյան Հայաստանի աշխարհիկ և անական կենտրոններից Արուջին, որը նաև իր հայրական ծննդավայրն է, որի հանդեպ սերը ընտանեկան ավանդներ ունի։ Այսօր ընթերցողի դատին է հանձնվում Կարեն Մաթևոսյանի Գլաձորի համալսարանի պատմությունից գիրքը, որը վերաբերվում է Գլաձորի համալսարանի պատմության և մշակութային ժառանգության այն հարցերին, որոնք նախկինում բավականաչափ ուսումնասիրված չեն եղել։ Գրքում իմի են բերվում Գլաձորի մասին մինչ այժմ հայտնի պատմատեղեկագրական բոլոր տվյալները ըստ համալսարանի գործունեության շրջանի սկզբնաղբյուրների։ Աշխատությունն ընդգրկում է Գլաձորի ուսուցիչների և սաների անվանացանկը համառոտ կենսագրականներով։ Գիրքը նախատեսված է հայոց պատմությամբ, մշակույթով, արվեստով զբաղվող մասնագետների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանների համար։